Բարի երեկո սիրելիներ, դարձյալ ապրիլ 24 է, դարձյալ հայ երիտասարդությունը հավաքված է Թուրքական դեսպանատան մուտքին իր փողոքի ցույցը բարձրացնելու։ Ինչու ամեն տարի կհավաքվենք, կհամախմբվենք, որովհետև ապրիլ 24-ը վերհիշեցման օր է մեզի համար։ Վերհիշեցնելու, մենք մեր անձերուն վերհիշեցնենք մեզ վերագազմագերբելու, վերարժևորելու, ինչպես նաև վերաթարմացնելու մեր հիշողությունը եւ նաեւ ըսելու համայն հայության ու աշխարհին, որ մենք հոսենք, մենք կշարունակենք, ու մեր բայկարը կշարունակվի։ Ահավասիկ սիրելիներ, մենք քիչ հետ պիտի զրուցենք եւ պիտի լսենք ու դիտենք, թե ինչպես Լիբանանահայ երիտասարդությունը հավաքված եւ իր բողոքի ցույցը փոխանցե Լիբանանահայության, ինչպես նաեւ Լիբանանի ու համայն աշխարհի։ Հետևեցեք մեր հաղորդումին։ Սիրելիներ, այստեղ գտնվին այսօր Խորհրդաբանական միություններու 3 բանաները, Լիբանանի երիտասարդական միության անդամներն ու Զավարյան ուսանողական միության անդամները։ Եվ անշուշտ Գանիմը Վարդյանի հետ խոսքը պիտի արտասանվի։ Այժմ մեզի հետ է ընկերուի Արազը, բարի երեկո ընկերուի Արազ։ Բարև ընկերուի, բարև բոլորին։ Այսօր մենք հավաքված ենք գտնվենք Թուրքական դեսպանատան դիմաց Լիբանանի մեջ, ինչպես ձեր խոսքի մեջ հիշեցիք, ոս ներկա են Զավարյան ուսանողական միությունը, Լիբանանի երիտասարդական միությունը եւ 3 ներբադանիները գտնվին իրենք ալ նաեւ մաս կազմելու այսօրվա մեր բանջարդիրության հավաքին։ Այսօրվա մեր հավաքը բանջարդիրության ցայնը բարձրացնող հավաքն է։ Ինչպես կտեսնեք, մեր յետին արդեն գա քարտեզը, որում վրա գրված է We demand our homes։ Մենք եկած ենք այսօր բարձրացնելու, որ մենք մեր օղերը կբահանջենք եւ մենք մեր բահանջքներն իդ չենք մնար։ Այսօրվա մեր հավաքը հարյուրավոր ընկերներ գտնվեն այստեղ, կարժե նաեւ ատխաժինը ցույց տալ ժողովրդին, որ մենք այսքան մեծ տիվ ենք եւ կոյադեված ենք տարիներու ընթացքին եւ կդոնենք այսօր 110-րդ ամյակը։ Ասի նորություն չէ մեզի, մենք միշտ եղած ենք խիղճը եւ ցայնը արտոնցնող միությունը, Դաշնակցությունը միշտ ալ ինքը եղած է հարաճադար ատմարդիկը, որ բայկարը առաջ մղած է եւ այսօրվա մեր ավակը միան լիբանանայության չէ, այլ բոլոր սպիրկայության գրնա ատներշնչող ուժ ու հավաքը լալ, որովհետեւ Լիբանանը եւ մեր սպիրկայությունը ընդհանրապես իրենց սերուն վրա մեծ բարդականություն ունին այսօր, որ վստահ ենք, որ պիտի գտնանք այդ բարդականությունը շատ լավ ձևով կատարել եւ բոլորին հիշեցնել, որ մեր բայկարը եւ մեր նպատակը դժվարություն փնավ չի կանչնար։ Ժամանակները դարձին, տարիները դարձին, նույնիսկ 100 ամյակը անցավ եւ մենք կշարունակենք բանջել։ Իսկ այսօր մենք ավելիով պիտի բանջենք, որովհետեւ ցեղասպանությունը կշարունակվի։ Եվ ինչու այդ իմաստով ինչ է կարևորություն այսօրվան այս հավաքին։ Այսօրվան հավաքը ցույց տալու համար է, որ եթե ցեղասպանությունը կշարունակվի, մեր բանջարական բայկարն ավելի խրոխտ եւ ավելի խիստ պիտի լա։ Այսինքն չեն կրնալ լրելյան մնալ, որովհետեւ լրելը եւ ուսալքվիլը մեզ անգումի կտանի եւ մենք չենք կրնալ անգումի եւ կան մեր պայմանները այսօր այդ արիքը չեն կրնալ դալ մեզի եւ չենք կրնալ թույլ վարվել։ Արցախ գործընթաց ենք, մենք Արցախի օղերը հետ պիտի վերադարձնենք, որովհետեւ կգնանք արևմտյան մեր օղերը դարձյալ անոնց նաեւ դիրանալ։ Այնպես որ չենք կրնալ ուսալքվիլ, պետք է միշտ գարչած մնանք մեր բանջարներուն եւ շատ լրջությամբ եւ հանցանարությամբ մոդենալ այս մերկադին։ Շատ լավ, հիմա ստորակությունները դեղի կունենան, քիչ հետ կնավ խոսքեր պիտի արտասանվին։ Ճիշտ 3 լեզվով խոսքեր պիտի արտասանվին, որոնց մեջ պիտի նշվի անշուշտ ավելի մանրամասնաբար այսօրվա մեր բանջարները ինչ են պիտի ճշտվին եւ ընկերները պիտի խոսք առնեն, ընկերներս Աբրիլյանը հայերենով պիտի գարտա, պիտի ներկայացնեն ներողություն եւ ընկերուի Գարի Թակվորյանը անգլերեն խոսքը պիտի գարտա, իսկ ընկեր Հարութ Մարգոսյանը արաբերենը պիտի գարտա։ Եվ այսպես գանչերով եւ երգերով պիտի ընթանա այսօրվա մեր հավաքը։ Մտածել այս երիտասարդներուն այս պատանիներուն համար որքան կարևոր է այսօրվան
հավաքը, երբ որ ոչ միայն համախմբված են այստեղ ասելու համար, որ մենք չենք մոռանալ, նաև իրենց հիշողության, նաև մեր հավաքական հիշողության համար որքան կարևոր են այսպիսի հավաքները, եւ նաև իրենց համար, որպես իրենց պատանեկան տարիներում, երիտասարդական տարիներում, եւ նաև վերջավորության աշճանը իրենց պիտի իրենք շարունակեն, չեն գերու։ Այս հավաք իրենց մեջ գտնա ամրապնդել այս բոլորը, որ հիշեցիք։ Ճիշտ այդ պատճառով, այդ նպատակով, երբ որ մենք այսօրվա հավաքի մեջ ներառած ենք պատանիները, այսինքն կնշանակե, որ շարունակական այսպես բնույթ ունի մեր պայքարը, այդպես մինչև որ եթե միայն երիտասարդներն են իրենք պիտի լինեն, պատանիներն իրենց կարգինը մասնակցին եւ բոլոր տարիքի ասենք մեր ժողովրդին ասիկա օրինակ կրնալալ եւ ցույց տալ իրենց, որ պայքարողը դարիք չունի եւ դարիքի սահմանումով չէ ամենափոքր գրծեր բադանին գրնա նաև այդ պայքարը դանիլ մինչև մեր ամենե ձերունի ասենք հայտուգը շնորհակալություն ընկերուհի Արասերված կդադար մենք կշարունակենք մեր զրույցները ահավասիկ դեպսնեք սերներ ինչպես բադանիներն ու երիտասարդները գարկով յուրաքանչյուր իր ստորակությունը կփոխանցե մեզի հետ է Լիմ Լիբարյանը բարի երեկո Լիմ Բարի Պես լավ դուք ինչպես եք Շնորհակալ եմ քեզի համար այսօրվան այս հավաքը ինչ կնշանակի Ինչպես որ դուք արդեն լսիք մենք հոս եկած ենք որովհետև հայոց 110-րդ ցեղասպանության ողջունումն է հոս եկած ենք իրավունքները պաշտպանելու մանավանդ որ ցեղասպանությունը ոչ միայն եղավ այլ մինչև այս օրից կգրտնվի շատ կարևոր է որ մենք հիշենք եւ նաեւ հիշեցնենք բոլորին որ այսպիսի դեպքը պատահած է եւ որ դակավին չէ ընդունված դեպքին եղածը Շնորհակալություն եւ սիրելիներ մենք պիտի մնանք ցեզի հետ պիտի շարունակենք ներկայացնել մինչեւ վերջ քանի որ վարգյանն արդեն խոստել պիտի դարձանեն մեր ցանյաղորդավարը ցույց տա եթե երիտասարդները համախմբված որովհետեւ մեր ունեցիլներն ու ագնտիրները լավակուն պատկեր ունենան թե մեծ թիվով ինչպես երիտասարդներ հավաքված են այստեղ իրենց բողոքի ցույցը կատարելու թեկական տեսփանադան մուտքի եւ այսպիսով կայլետներով ընթաց կառնե այսօրվան հավաքի ընթաց կառավ սիրելիներ հավաքը եւ հավաքի գեղարվեստական բաժինը անշուշտ պաշտոնական բաժինը ներողություն Լիբանանյան կայլերկով Դրոշակները վեր թողնեն բարձր
Լավ սիրելիներ, մենք լսեցինք հայլերքները։ Անգամը եւս անոնք որոնք նոր միացան մեզի, մենք դրկական տեսմանադան մուտքին ենք սիրելիներ, ահավասիկ պաստարը տրված է, բադանիներ եկան ստորակրեցին եւ այժմ խոսք առնե ընկերներ Սերս Ապրիլյանը հայերեն լեզվով։ Ցեղասպանության 110 ամյակը կնշենք այսօր տարբեր և օրհասական պայմաններով մեջ։ Գործընծուցած ենք ազատ և անկախ Արցախը։ Կգալացած է 101-ի ավելի գոյատված կաչարի հերոսներով ետած հզոր հանրապետությունը, տաղանված է խաղաղությունը և ունացված է արկար իրավունքը։ Ներկա հայրենիքի սահմանները գտնվին վտանգի և սպառնալիքի տակ, Իսլանդի, պահանջատեր և հայրենիքի կարոտով հասարակված սպիրտուալությունը կշարունակի արտարդի հետապնդման պայքարներ ազգում ճանապարհներով վրա։ Այսօր պատմությունը ինձ կգտնի, 110 տարիներու ընթացքին Ցեղասպան Թուրքիա և Ադրբեջան կշարունակեն իրենց սահմաններում շարունակած ոչնագործ պայքարությունը։ Արցախի փորձագրավումը և հայ երկրներում ավելինապար Արցախի մեջ պարագագետելը անբարելիչ և գերբոտ ցեղասպանության շարունակությունն է։ Այսօր Ադրբեջանը թուրքական ֆաշիստը կշարունակի իրականացնել հրեշտային երազը, քրեական դասությունը։ Ուղղին նպատակները իրականացնելու համար վտանգի և ցեղասպանության երկրների աստղը, որում երկերը դատապարտված են և ակցիաները լրացած։ Այսօր ավելի քան երբեք Թուրքիա և Ադրբեջան դիսպարնան հայ ժողովրդի գոյատևման և դժբախտաբար համայն աշխարհը ականատես ստանալով Արցախի ցեղային զգումը, Արցախի ղեկավարներում և ռազմակերիներում Ադրբեջանի մեջ բանտարկվել և Հայաստանի մեջ կատարվող վերջին իրադարձությունները կշարունակեն մնալ լուր։ Այս մեզ գիշեցրել, որ մեր լրությունը և հուսալքումը մեզ գնանի անգումի։ Մեր պայքարը պետք է շարունակենք անհաճ մղենք միայն ու միայն մեր սեփական կազուգով։ Օդարեն բայրը չկա։ Հայոց ցեղասպանության օրակարգը պետք է առաջնահերթ դառնի բոլորիսն։ Մեր ինքնությունը դախել է մեր անցյալին և 1915-ին կատարված հայոց ցեղասպանությունը անբաժան մեկնասն է մեր անցյալին։ Կարելի չէ որ անպասմը, որ փորձած է ամբողջ մի հանրապետության հասմը և ականատես եղած է համայն աշխարհը։ Հայոց ցեղասպանության և Արցախի օրակարգը պետք է բոլորիս համար ըլլակերակիր հիշեցումը, որ մեր արտարդի հետապնդման պայքարը պետք է շարունակվի ամեն օր և ամեն վայրկյան։ Նեմեսիսի ուրիշարու պաշտպաններն ու գրագի մգրտությունը անհամբեր կսպասեն մեր վճռական կյանքի դավալելու համար Էրդողաններու, Ալիևներու և անոնց նման կրկացած հայերուն և ոչրակոծներուն։ Հետևաբար բահն է միասնական կորունցքով տեսնելու սպերգության և կրնադիրության շղթաները վերացնել մեր աստը գործանող մութ ու սև ամբերը և քանչել լրության բադը, մինչև որ ցարկ անբադիժ մնացած ցեղասպան Թուրքիան ջանչնա իր գործած ոճիրը
եւ վերադարձնում է հայուն արտար իրավունքները։ Մեծ է որոշը եւ հայնաներ Արաքյանն է։ Սելիներ, ընկեր Ներսես Հաբրիլյանը արտասանեց իր խոսքը։ Ճանաչումը արտարության առաջին կայլն է։ Հիշել, հիշեցնել ու մահանջել։ Ցեղասպանությունը հերկել է ոչիրը։ Արտարություն վաղ թե ուշ։ Մեկ ժողովուրդ, մեկ տակ, մեկ հայրենիք։ Չենք մոռանալ, չենք զիջիլ։ Գեբահանչենք ճանաչում, ոչ լրություն։ Դերնենք։ Արտարություն, հայոց ցեղասպանություն։ Մեռնալ, երկեք, զիջիլ, պենալ, բայկարիլ, համիդյան, ալ-Իջրամ ال-Թուրքի, ماضي وحاضر ومستقبل الحق سينتصر مهما طال الزمن التاريخ يطالب بالعدالة جانشومه արտարության առաջին կայլը հիշել, հիշեցնել ու մահանջել ցեղասպանությունը հերկել է ոչիրը արտարություն վաղ թե ուշ մեկ ժողովուրդ մեկ տակ, մեկ հայրենիք, չենք մոռանալ, չենք զիջիլ, գեբահանչենք ճանաչում, ոչ լրություն, արտարություն, հայոց ցեղասպանություն, justice has no expiry date. Շատ լավ, այժմ Գալի Թակֆորյանը սիրելիներ կփոխանցի անգլերենով խոսքը։ We gather here not only in remembrance but in the righteous defense. Today marks 110 years since the beginning of the Armenian genocide. The systematic extermination of 1.5 million Armenians by the Ottoman Empire. 110 years of grief, 110 years of wounds passed through generations, and still 110 years of denial. We stand here not just to remember the past, we stand here to demand justice. In 1915, under the guise of war and reform, an empire turned against its Armenian citizens. The intellectuals were the first to go, arrested and murdered in the dead of night. Then came the forced deportation. Families torn from their homes, children dying in the desert, women raped and left for dead, entire villages erased from the map. Our great-grandparents walked through deserts, barefoot, starving, dehydrated. Their only crime being Armenian. Their only sin was existing. The world watched in silence. The deserts of their Zor became death chambers. Rivers ran red with Armenian blood, churches burned, crosses shattered, languages silenced, and the legacy of a people nearly wiped out. But we survived. We rebuilt from ashes. We carried the bones of our history in our hearts and the fire of our ancestors
in our souls. We built churches in Lebanon, schools in France, choirs in Los Angeles, and communities around the world that never forgot and never forgave. Today, we stand in front of the Turkish embassy with the truth in hand. Turkey, you cannot pretend to be a mediator of peace while silencing your own crimes. You cannot champion the cause of Palestine while denying the genocide of the Armenians. You cannot point fingers at injustice while your hands remain stained with blood that you refuse to acknowledge. For decades, Ankara has invested more in denial than in decency. You rewrite history, criminalize truth tellers, and teach lies to your children. You silence scholars, intimidate journalists, and disrespect the memory of the innocent. We say enough. This is not just about the 1915, it's about today. It's about the same ideology that led the massacres of Armenians, Assyrians, and Greeks. An ideology that continues to live on in the form of pan-Turkinism, of neo-Ottoman expansionism, of one nation, two states, the genocidal collaboration between Ankara and Baku. In 2020, we watched as Turkey supported Azerbaijan in its assault on Artsakh. Once again, Armenian civilians were targeted, churches were bombed, prisoners tortured, and children displaced. It is continuation of the same genocidal project. And still, the world is silent, but we will not be. We demand full recognition of the Armenian genocide by the Republic of Turkey. Official apologies, not political gain or half measures. Justice, reparations for stolen lands, destroyed homes, looted churches, and 1.5 million lives. Security and autonomy for the Armenian people of Artsakh, whose state remains under threat. Accountability from the international community for recognizing for denial as complicity. To our allies, this is not just an Armenian issue. This is a human rights issue. Where there is denial, there is danger. Where there is impunity, there is repetition. To the youth, you are the torchbearers. Speak louder, march harder, learn deeper. To the Turkish state, you may erase books, but you cannot erase the memory. You may erase voices, but you cannot erase the truth. You may destroy churches, but you cannot destroy faith. We are the descendants of genocide survivors. We are the voice of 1.5 silent souls. We are the unextinguished flame, and we are not going anywhere. Justice will be ours, truth will be louder than denial, and memory will always win. Լավ սիրելիներ, լսեցինք անգլերենով արտասանված խոսքը Գալիք Աքվորյանի կողմէ, կմնա արաբերեն խոսքը։ Մագին կուբիներայացվի ծուցարներու բանջը։ Կնա քիչ մարջով ավելի մարդ կա, կնա։ مساء الخير لكل منتفض موجود معنا هذا اليوم. وقفنا يوم أمس في ساحة الشهداء في قلب العاصمة اللبنانية بيروت وقفة استنكار لجريمة الإبادة الجماعية التي اقترفت منذ 110 سنوات بحقنا نحن الأرمن. هجرنا من بيوتنا، سلبنا من أراضينا، وتعذبنا على طريق التهجير. أما من تبقى منا تعهد وأقسم على أرواح الشهداء الذين سقطوا باسترجاع ما سلب
والانتقام لأرواحهم الطاهرة. لقد اخترنا أن نجتمع في ساحة الشهداء لأنها الشاهد على جرائم العدو العثماني ضد الشعب اللبناني، ولكي نعبر عن امتنائنا لهذا الشعب العظيم الذي احتضنتنا، وهذا البلد الذي كان من أوائل المعترفين بالإبادة الجماعية الأرمنية. أما اليوم فوقفتنا وقفة غضب الشباب. نعم، نحن أحفاد الناجين من الإبادة الأرمنية، تلك الجريمة اللا إنسانية والتي مرت بلا محاسبة، وأكبر برهان على عدم محاسبتهم الجرائم المستمرة حتى بعد 110 سنوات. اليوم ومن أمام السفارة التركية لن نطلب منها الرحمة والعطف على ما تبقى من الإنسانية فهي لا تعرفها. لن نطلب من المجتمع الدولي ومنظماته الدفاع عن حقوق الإنسان وحق الشعوب في تقرير المصير، فهي على الأغلب تخلت عن الإنسانية في زواريق مصالح الدول، وغضت النظر عن الاحتلالات مقابل صفقة التحاصل لأراضي الشعوب المضطهدة. لسنا هنا لإعلام العالم عن جرائم هؤلاء، فجرائمهم المستمرة كافية لتظهر وحشيتهم، ومن له عينين فليرى بشاعة هؤلاء، ومن له أذنين فليسمع صراخ الأبرياء أمام خسارة الأهل والأرض، ومن لديه أدنى حس بالإنسانية فهذا فلينتقد. انتقدوا أمام هؤلاء المجرمين وشركائهم، فإن حاولوا إبادة الشعب الأرمني، وعلى هذا الأساس ذبحوا وهجروا واحتلوا أراضي أمتنا قبل 110 سنوات، وها هم بعد قرن لم يتغيروا. فالوريث الشعري للسلطنة العثمانية تركيا وربيبها أذربيجان أبادوا قسما من الشعب الأرمني، وهجروا 120,000 مواطنا، واحتلوا ناغورنو كاراباخ أرساخ الأرمني أمام أعين المجتمع الدولي والصمت المتعمد ودون أي محاسبة. فاليوم نطالب بإعطاء الحق لشعب أرساخ بتقرير مصيرهم، كما نطالب إخلاء السبيل لأسرى القادة السياسيين والعسكريين الأرمن في سجون باكو. سنبقى مستمرين بمطالبة حقوق أجدادنا وحقوق الشعوب المضطهدة حتى لو بقينا وحدنا. صمتكم سمح للإجرام العالمي بالتفشي، ونضالنا سيبقى مستمرا مهما كلف ذلك، وحتى آخر قطرة من دمائنا. لن نتخلى عن شبر واحد من أراضينا، وسنقاتل لاسترجاعها أجلا أو عاجلا بالسيف بالقلم بالقوة والحكمة. نحن أصحاب حق، ولن يحيدنا في كل هذا أحد عن ميله. Իսկ այս մեկը արաբերեն խոսքներ, սիրելիներ, Հարութ Մարգոսյանը գդարեց։ التاريخ يطالب بالعدالة، الحق سينتصر مهما طال الزمن. جانشوبه Artarutyan Araçil Kayne Artarutyan Vaxteuş Mekjoğurt Mektad Mekhayrelik and the cycle of genocide. Justice
110 years of continuous genocide. A genocide denied is a genocide encouraged. Turkey is not a partner of peace. And the cycle of genocide. الإجرام التركي ماضي وحاضر ومستقبل. الحق سينتصر مهما طال الزمن. التاريخ يطالب بالعدالة. Հիշեցնել ու մահանջել ցեղասպանությունը հերքել է ոչինչ չեն բորնալ չեն զիջի չեն կուրանալ դե մահանջել ճանաչում ոչ լրություն Mornal, yerpek, zişil, falan, baykaril, abican, la lilibada mustamerra. التاريخ يطالب بالعدالة. A genocide denied is a genocide encouraged. And the cycle of genocide. التاريخ يطالب بالعدالة. Artarutun, Haditsum, Vahteuş. Պահանջադիրական ցույցը կտագենք մեկ անգել զինվորեր երկով։ Մեկ անգել զինվորեր, առանցին վիճա, ունել են ճարայեր, կենար ճաբանալ, բացեստարի որպի, եղեր են համա, գնում ենք բարով, ուժանանքարով, արյուսուրուր, ադերասմ
Շատ լավ, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, մահանջադիրական երթը հասավ իր ավարտին, այսօրվա փողոքի ցույցը, որ կատարվեցավ թուրքական տեսփանադան դիմաց սիրելիներ, որում իրենց մասնակցությունը բերին Հոյիտաբադանեգան միություններեն անդամներ, 3 պատանիներ անշուշտ, ինչպես նաև Հոյիտալի պանանի երիտասարդական միութեն են եւ Հոյիտազավարյան ուսանողական միութեն են ընկերներ իրենց մասնակցությունը, ընկերներ եւ ընկերիներ իրենց մասնակցությունը բերին այսօրվան այս հավաքին սիրելիներ, ձեր ուշադրության գուզեմ անցնել, որ հիմա դղակը դահավաքվին փոխադրագարկերով եւ մենք գուհվինք դեպի Բիգֆայա սիրելիներ, ուր դեղի պիտի ունենա հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված ուրեմն սիրելիներ երիտասարդական հսկումը եւ այդ հսկումին եւս երիտասարդներ իրենց մասնակցությունը պիտի բերեն միացեք մեզ մենք ոս գնտադենք մեր հաղորդումը գմիանանք ցեզի այլ հաղորդումով մսելներ քիչ հետ Բիգֆայային սիրելիներ հատկապես ուր որ գտնվի հայոց ցեղասպանության նվիրված հուշարձանը կտեսնվենք